Թուրք ադրբեջանական լրացու իշխանությունը փորձում է Հայաստանում կոտրի, Սասանի հայկականությունը պահող վերջին հենասյունը կռվի է բռնվել, մարտի է դուրս եկել, պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն եւ այսօր կեսօրին դուք ինքներդ տեսաք, թե ինչպես սովորական ժողովուրդը հոգեվորականների հետ ուսուսի թույլ չտվեց, որպեսզի հրաման ստացած ուժայինները, ես ուժայիններն եմ, գիտեք, տեսեք, ես տեսել եմ լացող ուժայիններ, ես տեսել եմ իրենց գործը թերի փորձող կատարող ուժայիններ, որոնք հասկանում են, որ իրենք մտել են սրբություն սրբոց, իրենց հրաման են տվել մտել սրբություն սրբոց, եւ իրենք հասկանում են, որ դա շատ վատ բան է։ Եվ սովորական ժողովուրդը հոգեվորականների հետ կողքի կանգնած թույլ չտվեցին, որպեսզի սրբազանին կարողանան վայրենավարի, բռի կերպով, որպեսզի հոգեկան հիվանդը բավականություն ստանա, որպեսզի հոգեկան հիվանդի հոգին հեշտական անգամ փառավորվի։ Թույլ չտվեց ժողովուրդը, թույլ չտվեցին հոգեվորականները։ Ուսուսի կանգնած կրկնում եմ, եւ գուցե հենց դա ինչ որ տեսակի նոր հաղորդագրություն է բոլորիս, բոլոր հայերին, ամբողջ հայ ժողովրդին, ամբողջ Հայաստանին, որ եթե մենք ուզենք ու կանգնենք մեկ անգամ, կանգնենք վճռական, տեսեք սրբազան հայրը, այն հապտխուկներ կան, չէ, գրում են պահկվում էր ժողովրդի թիկունքում, պահկվում էր մայրատորի թիկունքում, ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին, հետո սրբազանը դուրս եկավ եւ ասաց, ես ոտքով գալիս եմ, որովհետեւ ես օրինախախտ չեմ։ Ես ինչ ասել եմ, ամբողջ բոլոր ասածներից տերն եմ։ 1 տարի ու կես առաջ տված հարցազրույցի հիման վրա գործ հարուցել, այդ նշանակում է, որ 1 տարվա ընթացքում կամ իրավապահները լավ չեն աշխատել, կամ սա քաղաքական պատվեր է։ Իհարկե բոլորս կարծում եմ վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի վարչապետ։ Հենց նոր քաղաքական նոր լուծում հայտարարել իրավիճակին Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենք 28 ստորագրություն դրեցին իմպիչմենտի նոր գործընթացով, օրինակ Միքայել Աջապահյանի թեկնածություն առաջադրելու թղթի տակ։ Ինչ կասեք այս մասով, միջ այդ էլ պատիվ ունեմ, փաստորեն առաջադրել էր եւ հանրապետական կուսակցությունը աջակցեց Դավիթ Սահմբակցյանի թեկնածությանը։ Սա նշանակում է, որ քաղաքական կոնսոլիդացիա կստեղծվի հենց Աջապահյանի շուրջ։ Ես կարծում եմ, այստեղ նաև պետք է Սրբազանի կարծիքը անպայման հարցնել, եւ եթե Սրբազանը համաձայնվի, ես չեմ կասկածում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիայի դեպքում կլինի, եւ այո, երկրում կձևավորվի նոր քաղաքական օրակարգ, բայց կարծում եմ պետք է մի քիչ սպասել եւ հուսանք, որ այդպես կլինի։ Հաշմյանը բավարարված չէ իրավիճակից եւ մենք այսօր տեսել ենք իմ գործընկերը մի քանի կազմում ֆիքսել է արտասվող արձեականների։ Նրանք թաքցնում են իրենց աչքերը, որպեսզի չնկատեն արդյունքները։ Սա նշանակում է, որ ուժայինը այդուհանդերձ չի գնում հանրահայտությունը կատարելու։ Տեսեք, պայի դրությամբ այո, իր իշխանությունը ուժայինների շրջանում Փաշինյանը այսպես ձևակերպում է։ Րոպե 1 արագությամբ գրվող ստատուսները խոսում են նրա մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է տիրում, որովհետև իրենք չէին սպասում, որ ինչ էր ուզում տեսնել հոգեկան հիվանդը, ուզում էր տեսնել, որ Սրբազանին, չգիտեմ, բերման են ենթարկում, գուցե եւ արյունալի տեսարաններ, բայց այսօր դա տեղի չունեցավ եւ եթե դուք ուշադիր լինեք, հիմա այստեղ կանգնած հարյուրավոր ոստիկանների դեմքին չի նկատվում այն ագրեսիա, որը կար գուցե նախկինում, որովհետեւ իրենք էլ են մարդ, իրենք էլ են հայ, իրենք էլ հասկանում են, որ տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող է տեղի ունենալ հայի ու հայկականության հետ։ Այնպես որ րոպե 1 իշխանական բուրգը թե ոչ։ Նաև փախի մասին է խոսում Արսեն Թորոսյանի րոպե 1 գրած ստատուսներ, ինչ որ անիմաստ գրեհի բաների մասին ափեիստ Արսեն։ Դե այդ մարդիկ պատանդ են եւ կատարում են այն ամեն ինչը, ինչ իրենց հրահանգում են կամ ոցախոս ստանում են, այնպես որ րոպե 1 գրված ստատուսները խոսում են նրանց մասին, որ իրենք տեսնում են
ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ընդդիմանալը այս process-ին, իրենք զգում են այդ ամեն ինչը։ Վերջը տեսեք գրժի Facebook-յան էջի լայքերի քանակի կտրուկ նվազումը եւ շեյրերի քանակի, այո, կտրուկ նվազումը, դա խոսում է նրա մասին, որ այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, այն լեկտի ու ղեկավարին ոչ հարիր լեքսիկոնը, որով նա փորձում է հարաբերվել 1700 տարուց ավել հայկականությունը, Հայաստանի մշակույթը, պատմությունը, լեզուն պահող կառույցի հետ, ժողովուրդը դա չի ընդունում եւ ժողովուրդը դա մերժում է։ Ինքը այսօր մարդը թե քաղաքացիների մտիկում եւ իրան կողմում քնի թե մնա դրսում ու պայքարը նոր որակ ստանա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները հիմա կանգնած են շատ կարևոր վերլուծության առջև։ Եթե նույնիսկ այսօր այստեղ հավաքված քաղաքացիները Գիտեք նրանց թիվը քեզ համար բավարար է, արդյոք կարծում եք, որ այս իրավիճակում այսքան քաղաքացի կհավաքվի։ Ես կարծում եմ, որ եթե Սրբազան հայրը փորձում է իրավիճակը չլարել, դուք ինքներդ տեսաք, որ իր գալու ներկայանալու քննչական կոմիտե հենց խոսում է նրա մասին, որ առավոտյան ժողովուրդը եւ հոգեվոր հայրերը ցույց տվեցին, որ կարող են պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որ կարող են պաշտպանել եւ թույլ չտալ բռի կերպով բերման ենթարկել Սրբազան հորը եւ իր ներկայանալը նաեւ խոսում է նրա մասին, որ ինքը օրենքից էլ չի խուսափում եւ չի փախչում, ինչպես փորձում էին լկտիավարի ներկայացնել հուսապարկերից շատերը։ Հիմա ժողովրդի մենք պիտի հասկանանք, որ Մայրաթորը իմաստուն է, Մայրաթորը գիտակցում է պայի լրջությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ այսօրը, երբ որ թուրքը չի կարողացել մտնել Մայրաթոր, փորձում էին մեր ուժայիններին, կներեք այս արտահայտությանս համար, փչացնեին հրահանգ տալով, տղեկը մաքսիմալ իրենց փորձել են կոռեկտ պահել եւ չեն արել այնպիսի բաներ, որ չգիտեմ, գուցե հիմա չկարողանային գլուխները մի քիչ ցածր տեսնել, բայց չկարողացան, դա այդ տեսարանը չտեսավ գիժը, դրա համար հիմա րոպե մեկ ստատուսներ է գրում։ Ես վստահ եմ, որ հոգևոր հայրը Սրբազանը դեռ հոտին չեն դիմել։ Չի դիմել։ Ես երեք երեկոյան Սրբազանի հետ խոսել եմ, հարցրել եմ ինչ ես կարծում, ինչ ես մտածում, ինչ է պետք անել, ինքը անընդհատ հանդարտության ու հանգստության կոչ էր անում եւ ինքը այսօր էլ Շիրակի թեմին իր հոտին չի դիմել, որպեսզի իրավիճակը չլարի։ Այստեղ հավաքված իմ գյումրեցի ընկերները, Շիրակի մարզից եկած մարդիկ եկել են ինքնական սեփական կամքով եւ ոչ մեկ իրենց չի ուղղորդել ու չի բերել։ Ես կարծում եմ, որ եթե ինչ որ մի պահի հնչի կոչ, այս կոչին արձագանքելու է ամբողջ Հայաստանը։ Եթե հնչի կոչ, Սուզի ջան, զանգերը կհնչեն, ես վստահ եմ կհնչեն այնպես, երբ որ պետք լինի, երբ որ հնչի ամենակարևոր կոչը։ Հիմա այս պահին պետք է սպասել տեսնել։ Չնայած կանխատեսել է, մենք գիտենք ինչ է այստեղ տեղի ունենալու, բայց ես ներքին զգացողություն ունեմ, որ որոշակի քննարկումները հիմա տեղի ունեն Մայրաթորում, սպասենք ողջիաբար եւ տեսնենք ինչ է տեղի ունենալու։